Մենք վերջին օրերին ֆիքսում ենք թշնամու ակտիվությունը հատկապես սահմանամերձ Խնածախ գյուղի ուղղությամբ։ Տեսնում ենք կրակոցներ, թիրախային կրակոցներ, թիրախավորվում են բնակիչների տները, գույքը եւ տեսնում ենք նաեւ հայկական կողմի հանցավոր անգործությունը թշնամուն սանձելու համատեքստում։ Եվ վերջերս նաև տեսանք ազգակործան պատվասի այն խայտառակ հայտարարությունը, որի համաձայն ինքը բանակին հրամայել է չկրակել այն դեպքում, երբ որ հայկական դիրքերը կրակի տակ են։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցելու եմ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հետ։ Բարև պարոն Մինասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մինասյան, ինչ խնդիր է փորձում լուծել Ալիևը սահմանը կամ շփման գիծը թեժացնելով, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը հլու հնազանդ կերպով իր ամեն պահանջը կատարում է, որն է կրակոցների իմաստը։ Դավիթ, այնքան ճիշտ ասեցիք հարցի ձևակերպումը եւ ձեր հարցի մեջ նաեւ պատասխանը կար։ Եթե դիմացինը տեսնում է, որ այս կողմում կա մեկը, որ իր պահանջները հլու հնազանդ կատարում է, ապա հարց է առաջանում, ինքը հիմար չի, որ այդ պահանջները թեթևացնի, ինքը պետք է խորացնի այդ պահանջները եւ հասնի առավելագույն արդյունքի, որովհետեւ այն ծրագիրը, որով այս ազգակործան պատահասած բերվել է այստեղ, երկու հիմնական բլոկից էր բաղկացած։ Առաջինը Արցախի ադրբեջանականացումներ եւ երկրորդը Հայաստանի երմանիստացումը։ Առաջինը ավարտեցին, իրենց թվում է ավարտեցին վերջնականորեն, եւ երկրորդը հիմա պետք է այնպես անեն, որ Հայաստանը երմանիստա դարձնեն։ Դրա բազմաթիվ ձևեր կան։ Առաջի հերթին հենց ճնշումը, որը բերում է հանձնվողականության, այս իշխանության կողմից։ Իսկ քայլերը շատ են, որպեսզի իրենք հասնեն իրենց վերջնական նպատակին, իրենք նպատակ ունեն 300,000 փախստական այստեղ բերեն, իրենք նպատակ ունեն սահմանադրությունը փոխեն, իրենք նպատակ ունեն Մինսկի խումբը լուծարեն, եւ այդ բոլորին հասնելու համար հիմնական գործիքը իհարկե ճնշումն է, հոգեբանական ճնշումը, հատկապես որ այստեղ սահմանից իսկում եւս իրենց կամակատարներն են իշխանության։ Ինչ է նշանակում բանակին հրամայել եմ չկրակել, արդյոք նա ունի այդ լիազորությունները։ Իհարկե ոչ, սահմանությամբ ոչ, որտեղ բանակին հրամայել կարելի է վարչապետի կողմից, եթե ռազմական իրավիճակ է, պատերազմական իրավիճակ, հիմա այդպիսի իրավիճակ չի, սակայն Դավիթ, մենք հո առաջի անգամ չենք այդպիսի բանին ականատեսնում, երբ ասենք թե Սև լիճը գրավել էին, ինքը եւս հրամայեց, որ չկրակել, որտեղ ասում էր մի լճի համար ինքը պատերազմը չի սանձազերծելու, կամ բարձունքները, երբ որ հերթով իրանք վերցնում են, նույն հրամանն այն ժամանակ է եղել։ Հետևաբար, այստեղ այս ազգակործանի վարքի մեջ մենք նորություններ չենք տեսնում, մենք տեսնում ենք հետևական Հայաստանի շահերի ոտնահարում ի նպաստ մեր ռազմավարական հակառակորդի, Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Նա նաեւ հայտարարեց, որ իր դիտարկմամբ նախատեսվող նոր սահմանադրությունը չպետք է հղում ունենա անկախության հռչակագրին։ Նախ կխնդրեի մեծ դիտողների համար հստակ ներկայացնել ինչ էր իրենց ենթադրում 90 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագիրը եւ ինչ դերակատարում ուներ մեր պետության երրորդ հանրապետության ստեղծման համատեքստում եւ ինչ խնդիր է փորձում լուծել Փաշինյանը հրաժարվելով անկախության հռչակագրից։ Տեսեք Դավիթ, ցանկացած երկիր իր ժողովրդի անունից ընդունում է հռչակագիր իր երկիրը հիմնադրելու ժամանակ։ Այդ հռչակագրերը բոլոր ժողովուրդների համար, բոլոր պետություններում հիմնարար նշանակություն ունեն։ Իրենք ոչ 1 տարվա համար են, ոչ 10 տարվա համար են, հարյուրամյակների համար են։ Այդպես բոլոր կայացած երկրներն ունեցել են իրենց հռչակագրերը եւ նպատակները, որտեղ այդտեղ հռչակվում են, դրանք հոմի սերնդի համար չեն, դրանք մի քանի սերունդների համար են լինում եւ պետությունները հաջողություններ են ունենում, անհաջողություններ են ունենում, պետության իշխանությունը գրավում են դավաճանները, հետո այդ դավաճաններին վռնդում են, բայց հռչակագրին ոչ մեկը ձեռք չի տալիս։ Դա այդ այն հիմնակարն է, որի վրա այդ պետությունը ձևավորվել է։
Այդպիսին է նաև մեր հռչակագիրը։ Այնտեղ կան դրույթներ, որոնք հնարավոր չի մի տարում իրականացնել, մի սերնդում, 5 սերնդում իրականացնել, բայց եթե դուք տեսլական չունեք, ապա ձեր պետությունը ինքնանպատակ է։ Ձեր պետության նպատակը պետք է տեսլականով ձևակերպված լինի, որպեսզի մարդիկ սերունդները հասկանան, թե այս պետությունում որ իրանք ապրում են, այդ պետության նպատակը որն է, դեպի ուր են գնում։ Ցանկացած երևույթ առանց նպատակի անիմաստ է դառնում։ Եվ մեր հռչակագիրը, ինչպես շատ ուրիշ երկրների հռչակագիրները, հենց այդպիսի լիցք ունեն իրանց մեջ։ Ես այն մարդկանց տեսակետները կիսում, որոնք ասում են, եթե մենք հռչակագրից հրաժարվում ենք, ապա երրորդ հանրապետությունը անիմաստ է դառնում։ Հետևաբար ես շատ ակնհայտ եմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը կամ Թուրքիան ուզում, որ այդ քայլը կատարվի, որպեսզի ընդհանրապես մեծ կտրի մեր արմատներից, տեսեք, օրինակ Թուրքիայի նման երկիրը, պետությունը հզոր, ունի ազգային ուխտ, եւ այդ ցանկացած իշխանություն, որ գալիս է իշխանության, ինքը իր հավատարմությունն է հայտնում այդ ազգային ուխտին։ Նման մի բան մեր անկախության հռչակագիրն է, եւ ես ուղղակի նույնիսկ եմ ուզում կրկնեմ, ես լինեի Թուրքիայի եւ Ադրբեջանի տեղը, նույն բանը պիտի պարտադրեի, որ այս կապիտուլյանտը ընդուներ։ Ինքը իրականացնում է նրանց ծրագիրը, ինքը Հայաստանը ուզում է վերացնի Էրմանիստանի, իսկ դրա ուղիղ ճանապարհը անկախության հռչակագրից հրաժարվելն է։ 110 տարի առաջ ունեցավ հայոց ցեղասպանությունը եւ այս համատեքստում մենք տեսնում ենք գործող վարչախմբի կողմից արդեն տարիներ շարունակ այն հետևողական ժխտողական քաղաքականությունը արդեն կարելի է բաց ասել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես վերջերս հայտարարել էր, որ մենք դեռ պետք է հասկանանք ինչ էր տեղ ունեցել 1915 թվականին։ Կներեք, էլի չեմ կարող։ Այ իր շուրթերով թուրք է խոսում։ Թուրք մարդ, որը այդ իր ձեռքերը այդ արյան մեջ են։ Այն նրանք էլ ասում են, պետք է հասկանանք, հələ մի հատ հրյակ թեք, որ այդպիսի բան ասի հոլոկոստի մասին։ Անհնար է։ Իսրայելի բնակիչը այդպիսի բան ասի հոլոկոստի մասին, դա անհնար է։ Իսկ մեր վարչապետն է այդպիսի բան ասում։ Էլի մենք այցենք այն մտքին, որը մենք արդեն ասեցինք այս անգամ այս հանդիպման ժամանակ։ Հայաստանը օկուպացված է թուրքական եւ ադրբեջանական գործակալներով։ Եվ մենք չպետք է զարմանանք, որ նրանց շուրթերից թուրքական նարատիվներ են հնչում։ Եվ այնուամենայնիվ ես պետք է որոշակի համեմատական տանեմ 2015 թվականին, երբ որ ողբերգության 100-ամյակն էր, Հայաստանը աշխարհի ուշադրության կենտրոնում էր, այնպիսի ուշադրության, որ նույնիսկ այդ օրերին Գալիպոլի ճակատամարտի տարելիցը ստվերվեց, որը կազմակերպվել էր որպեսզի ստվերեր հայոց ցեղասպանության ողբերգության տարելիցը, բայց աշխարհի ուշադրության կենտրոնը մեր մոտ էր։ Եվ նախկին իշխանությունների գործունեության արդյունքում Պուտինն էր այստեղ, Ֆրանսիայի նախագահն էր եւ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Այդ համատականի մասին ես կցանկանամ նաեւ դուք խոսեք եւ նաեւ ներկայացնեք այդ ժամանակ ինչ էր կատարում պետությունը, որպեսզի այդ հարցը դառնար միջազգային հանրության օրակարգ։ Դավիթ, տեսեք, կարծում շատ կարող հարց եք էլի բարձրացնում։ Իհարկե մենք որպես ցեղասպանության ենթարկված ժողովրդի ժառանգներ ունենք անձնական վերաբերմունք այդ երևույթին։ Ցեղասպանությանը, որովհետև ամեն ինչ ըստ էության մեր մոտ պայմանավորված է այդ երևույթով։ Մենք բոլորս Արևելյան Հայաստանում հայտնվել ենք հիմնականում այդ ցեղասպանության հետևանքով, մի մասը ուղղակի եկել է Արևելյան Հայաստանում, մի մասը աշխարհի տարբեր կողմեր է գնացել, սփյուռք է առաջացել, եւ դա մեր համար հասկանալի է, դա անձնական մեր մեջ է, մեր գենի մեջ է դրված։ Բայց բացի դրանից ցեղասպանությունը համաշխարհային նշանակություն ունի, որովհետեւ ինքը համաշխարհային իրավական համակարգի մաս է կազմում եւ դա դատապարտելի մի արարք է։ Եվ եթե դու կարողանում ես քեզ հետ տեղնցած իրավունքները պաշտպանել միջազգային իրավունքի խոսքին տարին եւ ոգուն համապատասխան, դա ել ավելի է բարձրացնում քո հնարավորությունները, քո նպատակները իրականացնելու համար։ Սակայն ցեղասպանության
միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի երրորդ հանրապետության անվտանգության կարևորագույն էլեմենտ է։ Եթե միջազգային կանխվեր նորը, որպեսզի ոչ միայն ցեղասպանությունը կանխվեր, այլև ցանկացած ոտնձգություն Հայաստանի նկատմամբ, որտեղ այդ ոտնձգություն անողները հենց այդ ցեղասպանության կազմակերպիչներն են լինելու։ Հո ասենք թե չգիտեմ Չիլին կամ Արգենտինան մեր նկատմամբ ոտնձգություն չի անելու, հենց Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է անեն, որոնք հենց կազմակերպել են այդ ցեղասպանությունը։ Հետևաբար միջազգային ճանաչումը ցեղասպանության, Հայաստանի ցեղասպանության ճանաչումը դա Հայաստանի երրորդ հանրապետության անվտանգության կարևորագույն բաղադրիչներն են։ Իսկ ինչ են անում հիմա այս վայ իշխանությունները։ Այդ մեր այդ վահանները դեն են շպրտում, որպեսզի ավելի խոցելի լինեն։ Ակնհայտ է եւ միայն կույրը կարող է սա չտեսնել։ Սա կարող է անել միայն մի իշխանություն, որը թուրք-ադրբեջանական գործակալներ են ըստ էության բազմած Հայաստանի ամենաբարձր աթոռներին։ Սա է։ 2015 թվականին ինչպես էր պետությունը եւ իշխանությունը կարողացել այդ ամենը դարձնել օրակարգ։ Տեսեք, Դավիթ, եթե մի քիչ ավելի մենք լայն նայենք այդ իրավիճակին, այսինքն այդ տարիներին ինչպիսին էր Հայաստանի հարաբերությունները իր դաշնակիցների հետ, ռազմավարական դաշնակցի հետ, այլ դաշնակիցների հետ, ինչպիսի արդյունքների էր Հայաստանը հասնում, ապա այդ պարագայում այդ ձեր նշված ցեղասպանության 100-ամյակի նշման արարողությունը կդառնա բնական մի երևույթ, ինքը ցենց մի անհասկանալի մեծ դրսևորում չէր, ինքը բազմաթիվ մեծ դրսևորումների մեջ եւս մեծ դրսևորում էր, որովհետեւ մենք այն հաջողությունները, որ ունենք հարավային Կովկասում, հիշեք, Վլադիմիր Պուտինն էր ասում Սերժ Սարգսյանի ներկայությամբ, Դաղգա Սերժ Սարգսյանի ներկայությամբ, որ Հայաստանի հզոր պետականությունը հարավային Կովկասում բխում է ռուսական պետության շահերից։ Ալիևն էր ասում, որ փակ դռների հետևում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Մենք ՍԵՊԱ-ի պայմանագիր էինք ստորագրել Եվրոպական միության հետ, որտեղ բոլոր այսօր էլ բոլոր եվրոպական երկրների օրենսդրության մաս է կազմում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Ինչու եմ սա շեշտում, որ այդ ժամանակ միայն ցեղասպանության 100-ամյակը չէր, որ այդպիսի մեծ արձագանք ունեցավ ողջ աշխարհում։ Մեր բոլոր քայլերը նման մեծ արձագանքների էին հասել։ Եվ այդ պարագայում իհարկե դա պետք է մենք ընդունենք, դա մեր իսկապես ամենաբարձր հաջողությունների ժամանակ էր եւ այդ թվում նաեւ ցեղասպանության 100-ամյակի նշումը Հայաստանում այդպիսի մասնակիցների մասնակցությամբ աշխարհի հզորագույն երկրների ղեկավարների մասնակցությամբ դա մեծ խոսք էր այն բանի մասին, թե ինչպիսի պետություն է դարձել Հայաստանը իր անկախության այս 30 տարիների ընթացքում։ Փաստացի հայկական կողմը այդ օրերին Հայաստան էր բերել ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության ամենաբարձր ներկայացուցիչների։ Իհարկե, եւ այդ ներկայացուցիչները, այդ երանախագահ երկրների ղեկավարները տարիներ շարունակ աշխատելով հայկական իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, հիմնականում իհարկե երկրորդ եւ երրորդ նախագահների հետ, իրենք հասկանում են, թե ինչպիսի վստահելի գործընկեր ունեն իրենք հանդինս Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների, ինչպես են իրենք կարողանում պայմանավորվածություններ ձեռք բերել եւ հետեւականորեն գնալ մի խնդրի լուծման, որ իսկապես շատ բարդ խնդիր էր։ Արցախի անկախացումը շատ բարդ խնդիր էր, բայց քանի որ իրենք այս կողմից ունեին վստահելի գործընկերներ, որոնք ոչ միայն էմոցիաներով են առաջնորդվում, այլև միջազգային իրավունքով, միջազգային հարաբերություններում շահերի համադրումով, իրենք հասկանում էին, որ այս երկիրը իսկապես աճող եւ հաջողություններ արձանագրող երկիր է, եւ իրենց հետ այդպիսի հարաբերություններն էին թույլ տալիս, որ իրենք գան եւ մասնակցեն այն ժամանակ, երբ որ Թուրքիան ի հակադրություն Հայաստանում ընթացող այդ միջոցառման իր միջոցառումներ կազմակերպել։ Անդրադառնանք տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական իրադարձություններին, 2-3 գործընթաց կարելի է առանձնացնել ռուս-ուկրաինական ճակատ առաջին հերթին, երկրորդ տարիֆային պատերազմներ ԱՄՆ-Չինաստան եւ երրորդ, որը որ առավելապես մեր համար կարեւոր է, Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններ Օմանի միջնորդությամբ, որի արդյունքում կարծես թե
գոնե այս փուլում չհարկվում է ռազմական գործողություն հարցի Իրանի նկատմամբ եւ Իրանը որոշակիորեն կշիռ է հավաքում։ Ինչ կասեք այս մասով եւ հետևանքները մեր համար ինչպիսին կլինեն դրական թե չեզոք։ Տեսեք Դավիթ, ակնհայտ է, որ հիմա ձեր նշած բոլոր երեք process-ները գնում են դեպի իրենց հանգուցալուծման փուլ եւ հիմա այդ միջազգային process-ները Հարավային Կովկասում ստեղծում են նոր հնարավորություններ։ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարծեք թե հիմա նոր ֆորմատավորում է անցնում եւ այդ նոր ֆորմատավորման ընթացքում կախված նայած թե որ պետությունը ինչպիսի առաջնորդ ունի, ինչպիսի հարաբերություն ունի այդ առաջնորդը մյուս գործընկեր պետությունների հետ, այդ երկրի զարգացման հնարավորությունները տարբեր ձևով կարող են զարգանալ։ Առաջինը, տեսեք, չափազանց կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների հարաբերակցությունը, որովհետեւ կարծեք թե ի հեճուկս Իսրայելի նպատակների ստացվում է համագործակցություն Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների հետ եւ դա ոնց որ թե հերո ապագայի խնդիր չի հենց այս շաբաթվա ընթացքում ամեն դեպքում մինչև Տրամպի 100-օրյա ժամկետը նախագահական ակնհայտ արդյունքներ են ակնկալվում համոզված են որ դրա արդյունքում Իրանը ձեռք կբերի որոշակի սանկցիաներից ազատվելու հնարավորություն եւ դա կբերի շատ ավելի ինտենսիվ զարգացում Իրանի Իսլամական Հանրապետության, որը մեր համար չափազանց կարևոր է, որովհետեւ հզոր Իրանի Իսլամական Հանրապետությունը նո ակնհայտ է Դավիթ, որ մենք այս տարածաշրջանում երկու բնական դաշնակից ունենք։ Մեկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, մեկը Ռուսաստանի Դաշնությունը եւ նրանցից մեկի այդպիսի հզոր զարգացումը տարածաշրջանում մեր համար լավ պատվար կարող է լինել մեր խնդիրների նպաստավոր լուծումների համար։ Երկրորդ կարևորագույն հանգամանքը, ինչպես դուք ասացիք, ռուս-ուկրաինական կոնֆլիկտն է։ Տեսեք, այստեղ չնայած շատ որ չի դադարում դեռ։ Այո, բայց այդուհանդերձ երկու հնարավոր տարբերակներից մեկը կարծում եմ տեղի կունենա մոտ ապագայում։ Կամ Միացյալ Նահանգները կհասկանա, որ շուտ արագ հաջողության հասնելու հնարավորությունները բացակայում են եւ ինքը կթողնի ու կհեռանա այդ կոնֆլիկտից եւ այդ ուկրաինական կողմի աջակցությունը կմնա միայն արևմտյան Եվրոպայից եւ դա էապես կնվազեցնի Ուկրաինայի հնարավորությունները այդ հակամարտության պարագայում կամ որ եւս հնարավոր է ու վերջերս ավելի հաճախ են դրա մասին խոսում հենց վաղը փաստորեն պետք է տեղոնա Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ուկրաինա եւ Միացյալ Նահանգներ հանդիպումը եւ իրենք ոնց որ թե քննարկելու են Միացյալ Նահանգների առաջարկը նու ըստ լուրերի այնտեղ խոսք է գնում որ Ղրիմը պետք է ճանաչվի ռուսական եւ Ուկրաինան պետք է հրաժարվի երբևէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորությունից դա սրանք պրո-ռուսական իհարկե առաջարկներ են ես ենթադրում եմ որ կլինեն նաեւ առաջարկներ ուղղված Ռուսաստանին բայց կարծեք թե Ուկրաինան դեմ չի ըստ լուրերի կարծեք թե դեմ չի այդպիսի զարգացումներից եւ սա եւս խոսում է այն մասին որ կա բավականին լուրջ հերանեկարներ որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը եւս կարող է առաջիկայում կամ էապես նվազել կամ ուղղակի հրադադարի ճանապարհով գնալ դեպի խաղաղության համաձայնագիր եւ սա բերում է նրան որ Ռուսաստանը եւս կարող է այստեղ մեծացնել իր ազդեցությունը իսկ նա իսկապես մեր բնական դաշնակիցն է որը եւս կարող է դրական հնարավորություններ բերել Հայաստանին ընդ որում նաեւ խոսում են այն մասին որ հարավային Կովկասի հարցերով զբաղվող Ռուսաստանի նախագահի աշտակազմի անդամն է փոխվել Կոզակին փոխարինել է Կիրենկոն իսկ դա ոնց որ թե ասում են ավելի արդյունավետ աշխատող է ինքը կարողանում է հարավային Կովկասի process-ներին ավելի բնական Ռուսաստանի շահից բխող բնական լուծումներ ներկայացնել եւ հասնել այստեղ իր գործընկերների հետ ավելի լուրջ դրական ազդեցության այս կոմպոնենտը եւս շատ կարեւոր է եւ երրորդը եւս մեր համար շատ կարեւոր է Ռուսաստան ներողություն Չինաստան Միացյալ Նահանգներ հակամարտությունը ամբողջ հետո որ Թրամփը սկսեց այդ իր
տարիֆային պատերազմը ինքը երկու մասից էր բաղկացած, կարծեք թե առաջին մասը ինքը վեր հանեց պրովոկացիայի ենթարկեց այն բոլոր երկրներին, որոնք խնդիրներ ունեն Միացյալ Նահանգներին եւ հետո չարկեց 90-ով այդ բարձրացված տարիֆները, փաստորեն գործեց մտրակի եւ բլիթի քաղաքականությունը։ Խիստ տարբեր պահեցին Հնդկաստանը եւ Չինաստանը այդ պարագայում։ Հնդկաստանը միանգամից համագործակցության ձեռք մեկնեց Միացյալ Նահանգներին, իսկ Չինաստանը ընդգծված հակամարտության դիրքերը զբաղեցրեց եւ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցելությունը Հնդկաստան խոսում է եւ արդեն իսկ ձեռբերված պայմանավորվածություն այն մասին, որ Միացյալ Նահանգների Հնդկաստան հարաբերակցությունը խիստ դրական տեմպերով կզարգանա, խոսում է նաեւ այն բաների մասին, որ Միացյալ Նահանգները իր տնտեսությունը կարող է տեղափոխել Հնդկաստան Չինաստանից եւ այդ պարագայում Չինաստանի դեմ Միացյալ Նահանգների հակամարտությունը աշխարհի բոլոր հատվածներում խորը անտագոնիստական կարող է ընթանալ, բայց մեր համար կոնկրետ Հարավային Կովկասի համար կարևոր է այն հանգամանքը, որ Հարավային Կովկասով է անցնում Չինաստանի հիմնական շուկան, Եվրոպան, որտեղ այդպիսի վճարունակ շուկա Չինաստանը ուրիշտեղ չի կարող գտնել, եթե ամերիկյան շուկան փակվում է, ապա եվրոպականից էլ եթե ինքը զրկվի, ապա իր ապրանքները որևէտեղ չի կարող իրականացնել։ Իսկ Միացյալ Նահանգները իսկապես պետք է պատնեշ դնի այդ չինական միջին զգացվածին։ Ամբողջ մեկ ճանապարհ մեկ գոտին, իսկ մեր հենց տարածաշրջանում միջին միջանցքը, որը էական խնդիրներ կարող է առաջացնել Չինաստանի համար։ Պատահական չի, որ Չինաստանի հրավերքով հիմա Իլհամ Ալիևն է Չինաստանում, իրենք էլ երևի փորձում են գտնել հնարավորություններ այդ միջին միջանցքի արագ զարգացման տեսակետից եւ ես չեմ բացառի, որ ասենք թե Միացյալ Նահանգները իր հնարավորությունները օգտագործեն ողջ Հարավային Կովկասի 3 պետությունների նկատմամբ, որպեսզի իրանք զերծ մնան միջին ընդհանրապես մեկ ճանապարհ մեկ գոտի ծրագրի շրջանակներում համագործակցությունից հակառակ պարագայում իրանք կընկնեն սանկցիաների տակ։ Սա եւս մեր համար դրական ազդակ կարող է լինել եւ բացական ազդակ մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Եվ վերջինը այս դեպքերում ես ուզում ասեմ, որ երեք Ղազախստանի վարչապետն էր Ռուսաստանում եւ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ իրանք հենց սկզբից խոսեցին հյուսիս-հարավ մայրուղի շահագործման մասին, համոզված եմ, որ մեր ընկերները գիտեն, որ այդ հիմնական ճանապարհը, որը Ռուսաստանը այն բանից է, որ Եվրոպան պետք է ըստ էության երկաթյա վարակույր դառնա Ռուսաստանի համար իր տնտեսական ու ոչ միայն տնտեսական կապերը աշխարհի հետ սահմանափակելու համար մնում է միայն հարավային ուղղությունը եւ Ռուսաստանը այդ հարավային ուղղությամբ պետք է հասնի մինչեւ Իրանի Իսլամական Հանրապետություն, հետո Աֆրիկա եւ Հնդկաստան, այդ ճանապարհը անցնելու էր հիմնականում 4 ճանապարհ կար, հիմնականը ասում են, որ պետք է լիներ Ադրբեջանը, բայց հիմա արդեն խոսում են, որ ասենք թե պետք է բավական մեծ թափ ստանա Ղազախստանով, Թուրքմենստանով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն գնացող հյուսիսարավ մայրուղին, եւ այս պարագայում սա եւս նոր խնդիրներ է առաջացնելու Ադրբեջանի համար, որտեղ ինքը համոզված էր, որ հենց հիմնական մայրուղին ինքը պետք է լինի։ Եվ ավարտելով այս մասը, Դավիթ, ուզում եմ քո հարցին պատասխանեմ։ Այս իրավիճակում, երբ իսկապես փոխվում է խճանկարը, ուժերի հարաբերակցությունը եւ շահերի հարաբերակցությունը մեծ պետությունների Հարավային Կովկասի նկատմամբ, չափազանց կարեւոր է ով է կոնկրետ երկրի ղեկավարը, ինչ քաղաքականություն է ինքը վարում, ինչ իմիջ ինքը ունի, ինչ վստահություն ունի մնացած հարևան երկրների հետ եւ գլոբալ պետությունների հետ։ Եթե խոսքը գնում է, որ այս իրավիճակում մենք պետք է ունենանք երկրի ղեկավար Հանձինս Նիկոլ Փաշինյանի, ապա բոլոր հնարավորություններից մենք կարող ենք զրկվել։ Եվ եթե մենք կարողանանք փոխել այս իշխանությունը եւ գա մեկը, որը վստահելի գործընկերի համբավ ունի այդ երկրների նկատմամբ, ես կարծում եմ մենք կարող ենք իհապես շահել։ Հենց դրա մասին կցանկանայի նաեւ խոսել, ամփոփելով այսօրվա մեր զրույցը, փոխելու համատեքստում ինչպիսի իրադարձություններ եք կանխատեսում ներքաղաքական դաշտում, ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի հնարավոր լինի այս դրական
պատուհանից աշխարհաքաղաքական օգտվել։ Տեսեք, Դավիթ, ես կարծում եմ ընդդիմությունը մի ճանապարհ ունի օր առաջ այս պատուհաններին հեռացնելը եւ ակնհայտ է, որ մեր այս նախորդ պարզ ասեմ անհաջող փորձերից մենք դասեր ենք քաղել։ Այո, բայց միայն դա չի խնդիրը։ Հիմա իրավիճակը փոխվել է կտրուկ, դրամագծորեն եւ այն ուժերը, որոնք աջակցում էին այս ազգակործաններին մեր նախորդ ընդվզումների ժամանակ, հիմա առնվազն չեն աջակցի նրանց, բայց հնարավոր է մեծ հավանականություն կա, որ հենց մեզ կաջակցեն, որովհետեւ այն ուժերը, որոնք կապված էին նախկին բայդենական իշխանությունների հետ, գլոբալիստական, հիմա այդպիսի ուժեր չկան Միացյալ Նահանգներում։ Եվրոպայում բավականին հետաքրքիր տեղաշարժեր են կատարվում, որոշակի երկրներ նաև իրենց դիրքորոշումն են փոխում դեպի ավելի նոր զարգացումները եւ ես կարծում եմ Եվրոպան եւս այդպիսի բան չի լինի։ Իսկ եթե ասենք թե այս իշխանությունները փորձեն անել այն ինչ որ արեցին, ասենք թե մեր գլխին շում է 30 ռումբ էին պայթացնում խաղացողների գլխին, ես կարծում եմ որ միջազգային հանրությունը կտրուկ կդատապարտի։ Հետևաբար ոչ միայն ընդդիմությունը իր փորձով ավելի իմաստացած կգնա այս քայլերին, այլև միջավայրը ավելի նպաստավոր կլինի հաջողության հասնելու համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube ալիքին, կհանդիպենք։